Այսօր դերասանուհի Տաթևիկ Ադումյանը կոտրեց երկար ժամանակվա պահած լռությունը, հրապարակելով մի շարք լուսանկարներ անհայտ կնոջից և խոստանալով բացառիկ ու երկար հարցազրույց, որը ըստ նրա կբացահայտի ամեն ինչ։ Նա հրապարակել էր լուսանկարներ, որոնցից գրված էր տարբեր մեկնաբանություններ. «Շնորհավորում եմ, դուք հայտնի դարձաք», «Մարդ, ով այդպես էլ չկողմնորոշվեց, տղամարդ է սիրում, թե կին, բայց մի բանում վստահ էր, ուզում էր լինել հարուստ ու ճանաչված»։ Այս նախադասությունները շատերի համար հնչեց սուր քննադատության ձևով, իսկ նրանց, ովքեր ճանաչում են Տաթևիկ Ադումյանին նաև որպես զգույշ ու զուսպ մարդ, զարմացրեց անսովոր կտրուկ տոնը։ Տաթևիկ Ադումյանը տարիներ շարունակ, լինելով հրապարակային մարդ, երբեք չի փորձել շահարկել ուրիշների անունները կամ իր անձնական հարթությունը վերածել սկանդալի։ Նրա էջը սոցիալական ցանցերում միշտ լի է եղել ստեղծագործական նորություններով, լուսանկարներով, նկարահանման հրապարակներից, ընտանեկան պահերով ու հոգևոր մտորումներով։ Նա այն դերասանուհին է, ով խոսում է միայն այն ժամանակ, երբ իր ներսում ինչ-որ բան ճեղքվում է։ Ու հենց այդ ճեղքումն էլ կարծեք թե տեղի է ունեցել։ Ո՞վ է այս կինը, ով կարողացել է Տաթևիկին հասցնել մի կետի, որտեղ նա որոշել է հրապարակավ արտահայտվել։ Սոցցանցերում կարծիքները բաժանվել են։ Ոմանք կարծում են, որ խոսքը կարող է գնալ նախկին մտերիմ մարդու մասին։ Հարգելի ընկերներ, գործընկերներ, լրագրողներ, խնդրում եմ ինձ հարցախեղտ մի արեք, ուղղակի հեռախոսս արդեն պայթում է ձեր բազմապիսի նամակներից, հարցերից, շուտով, շատ շուտով ամեն բան պարզ կդառնա բոլորի համար։ Եթե այսպես շարունակվի, ես նաև կունենամ շատ մեծ ինտերվյու և կխոսեմ ամեն ինչի մասին։ Մինչև հիմա ինչ-ինչ պատճառներով լռել եմ, բայց ինչպես հասկացա, էլ պետք չի լռել։ Ոմանք էլ ենթադրում են, որ շոու բիզնեսում նոր հայտնված անձնավորությունը, ով կարող է օգտագործած լինել Տաթևիկի անունը արագ հայտնի դառնալու համար։ Բայց անկախ նրանից, թե ով է կանգնած այս հրապարակման հետևում, մի բան հստակ է՝ Տաթևիկ Ադումյանը վիրավորված է, և երբ վիրավորվում է նույնիսկ ամենաուժեղ կինը, դրա հետևում պետք է փնտրել խորքային պատճառներ։ Դերասանուհին խոստացել է, որ առաջիկայում հանդես կգա բացառիկ հարցազրույցով, որը կլինի ոչ միայն պարզաբանում, այլև կարևոր ուղերձ։ Նրա հրապարակումը ավարտվում է խորհրդանշական լռությամբ, որում թվում է կուտակված են ամիսների ցավ, հիասթափություն, բայց նաև ներքին ուժ և խիզախություն, բարձրաձայնելու այն ամենի մասին, ինչը երբեմն չափն անցնում է։ Ի վերջո, հարց է մնում՝ ինչն է իրականում հունից հանել դերասանուհուն, ով անգամ դավաճանությունից հետո հանդարտ խոսեց ու լուռ հեռացավ։ Ինչն է ստիպել նրան այս անգամ բարձրաձայնել։ Հնարավոր է պատասխանները ստանանք շուտով, իսկ մինչ այդ Տաթևիկ Ադումյանը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ ամենաշողացող ժպիտի հետևում կարող է թաքնված լինել պայքար, և երբեմն համբերության գավաթը լցվում է։ Արդյոք հնարավոր է այդ կինը որևէ կապ ունենա Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության հետ։ Ցույց կտա ժամանակը։ Մնացեք մեզ հետ ու կբացահայտենք շատ շուտով, թե ինչ է կապված այս ամենի հետևում։ Տաթևիկ Ադումյանի և նրա ամուսնու բաժանումը դարձավ հանրության քննարկման առարկա դեռ այն ժամանակ, երբ դերասանուհին սկսեց անուղղակիորեն կիսվել իր հույզերով, առանց ուղղակի որևէ բան բացահայտելու։ Նա չխոսեց սկանդալային կամ աղմկահարույց տոնով, նրա լռությունն ու զուսպ հրապարակումներն էին, որ ամեն ինչ ասում էին իր փոխարեն, և հենց այդ լռության մեջ էր թաքնված նրա ցավը։ Բաժանումը երբեք հեշտ չի լինում, առավել ևս, երբ այն զուգորդվում է դավաճանության զգացումով, կոտրված վստահությամբ և կորցրած հույսերով։ Տաթևիկ Ադումյանը երբեք իր անձնական կյանքը հանրայնացնելու կողմնակից չի եղել։ Նա միշտ հեռու է մնացել էժանագին խոսակցություններից, չփորձելով սենսացիաներով գրավել հետևորդներին։ Սակայն ամուսնալուծությունը կարծես փշրեց նրա կառուցած այդ լուռ ամրոցը, ստիպելով նրան առաջին անգամ բացահայտ խոսել ոչ թե մեղադրելու, այլ իր վերքերը մեղմելու համար։ Նա պատմել է, որ բաժանման գործընթացը սկսվել է հուլիսի 18-ից, օր,
ըստ իր խոսքերի աշխարհը փոխվել է։ Դավաճանությունը ոչ միայն որպես սիրային դավաճանություն, այլ նաև որպես մարդկային հիասթափություն նրան գցել է հոգեբանական ծանր շրջանում։ Նույնիսկ իր կոսմետիկ փոփոխություններում մազերը կառե կտրելով նկատվում էր այդ ներսի տառապանքը, նրա ցանկությունն էր փակել հին էջը և սկսել նոր էջից։ Բաժանումը նրա համար պարզապես անձնական կորուստ չէր, դա նաև ինքնության, կորստի, ներքին հավասարակշռության խաթարման և վերաիմաստավորման փուլ էր։ Նա պայքարել է ոչ միայն նախկին հարաբերությունների ստվերների, այլև հասարակության աչքերի մեջ ապրելու ճնշման դեմ։ Մարդիկ, ովքեր նրա ամուսնության տարիներին հիանում էին գեղեցիկ զույգով, նվերներով, հիշեցնենք, որ նա իր 30-ամյակի առթիվ ստացավ շքեղ մեքենա ամուսնուց, հիմա նույն խանդավառությամբ փորձում էին մեկնաբանել բաժանման պատճառները։ Սակայն դերասանուհին մենակ չմնաց, նրա շուրջ հավաքվեցին ընկերներն ու ընտանիք, ովքեր նրան հիշեցրին, որ սերն ու արժանապատվությունը սկսվում են ներսից։ Նրա երկրպագուներն էլ ակտիվ աջակցություն ցուցաբերեցին մեկնաբանություններում գրելով. «Դու ուժեղ ես, դու միայն առաջ նայիր, դու քո երջանկությանն արժանի ես»։ Եվ հենց այս ամենի մեջ Տաթևիկ Ադումյանը սկսեց քայլ առ քայլ վերակառուցել իր կյանքը։ Նա չէր թաքցնում, որ դեռ վերքերի մեջ է, բայց նաև այլևս չի վախենում խոսել այդ ցավի մասին։ Դավաճանությունն այլևս նրա խոցելի տեղը չէ, այլ փորձառություն, որից դուրս է եկել ավելի հզոր ու ավելի գիտակից։ Այսօր նա ասում է. «Կարելի էր մտածել, թե ուժեղ մարդուն դժվար է բարի լինել կամ դիմացինը քո բարությունը կարող է շփոթել թույլ լինելու հետ, բայց կյանքիս այս փուլում ես ավելի քան համոզվել եմ բարության մեջ է ուժը։ Եվ այդ ուժը այժմ բխում է ոչ թե զուգընկերոջը ապացուցելու անհրաժեշտությունից, այլ իրեն կրկին գտնելու, իր վաստակած խաղաղությունը պաշտպանելու ցանկությունից»։ Տաթևիկ Ադումյանի բաժանումը որքան էլ ցավոտ դարձավ մի նոր սկիզբ նրա համար։ Սկիզբ լի ազատությամբ, ներքին ուժով և մի պարզ գիտակցությամբ՝ երբ մի դուռ փակվում է, Աստված իսկապես բացում է մի քանիսը, որոնք շատ ավելի լավն են։